Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանը ներկայացնում ազգային ժողովի որոշման նախագիծը Նայրիտ գործարան Փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին։ Խնդրի կարևորությունը պայմանավորված այն հանգամանքով, որ Նայրիտ գործարանը, ինչպես որ պաշտոնապես նաև ներկայացված է, սկսած 1940 թվականից արտադրում է հիմնական աշխարհում լուրջ մրցակցություն ունեցող քլորոպրենային կաուչուկը եւ հաշվի առնելով, որ այս արտադրատեսակի արտադրությամբ աշխարհում զբաղվում են խիստ սահմանափակ թվող երկրների արտադրողներ, այն համարվում է Հայաստանի հիմնական նաև մրցակցային ապրանքը միջազգային շուկայում։ Տարբեր տարիներին այս գործարանի կողմից թողարկված Նայրիտ ապրանքանիշով արտադրանքը իրականացրել է կամ զբաղեցրել է միջազգային շուկայում 10-ից 12%։ Սա նշանակում է, որ Հայաստանի պես փոքր երկիրը միջազգային շուկայում այս ապրանքատեսակով կարող է եւ պարտավոր է ունենալ իր ազդեցությունը։ Սակայն ընկերության գործունեության հետ կապված բազմաթիվ խնդիրներ են առաջացել, որի արդյունքում 2010 թվականից այս ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը։ Տարբեր հետաքննող լրագրողների կողմից արդեն հրապարակված տեղեկատվություն կա, որի հիմնական միտքը հետևյալն է, որ Նայրիտը կանխամտածված տարվում է դեպի սննկացում, լիկվիդացում։ Սա ըստ էության նաև Հայաստանի դեմ ուղղված մարտահրավեր է, որովհետև այս գործարանի ոչ այնքան եւ ոչ միայն արտադրատեսակը, արտադրանքը որպես Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղի զարգացմանն է պետք, նաև տարածաշրջանում Հայաստանի ազդեցության դերակատարության մեծացմանը։ Ովքեր են եւ ինչ ձևով են ազդել այս ընկերության գործունեության վրա, ցավալիորեն պարլամենտից դուրս որևէ ձևով հնարավոր չէ պարզել։ Անկամ քրեական գործի հարուցումը մերժվել է այս ձեռնարկության հետ կապված, որի արդյունքում մութ պատմություններ են մնացել։ Մինչդեռ ընկերությունը կուտակել է տարբեր հաշվարկներով 150-ից մինչև 400 միլիոն դոլարի պարտավորություններ, պարտքեր։ Ընդ որում աշխատակիցները, որոնք այս ձեռնարկության մեջ զբաղեցնում են շուրջ 3000 աշխատատեղեր, այսօր փաստորեն հայտնվել են գործազուրկի կարգավիճակում։ Մի կողմից տնտեսական աննպատակահարմարությունը ձեռնարկության այս վիճակի, մյուս կողմից աշխատակիցների օրինական իրավունքները եւ շահերը պաշտպանելու անհրաժեշտությունը, ու որ ամենակարևորն է, Նայրիտի ապագան կամ Նայրիտի ճակատագիրը որոշելը դառնում է ըստ էության Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի կարևորագույն խնդիրը։ Ահա թե ինչու է կարևոր, որպեսզի պարլամենտը իր մասնակցությունը ունենա այս հարցի լուծման կամ վճռահատման գործում։ Դուք նաև տեղյակ եք, որ նախագիծը մենք ներկայացրել ենք բավական ժամանակ առաջ։ Կառավարության եւ իշխանության հորդորով այս նախագիծը լուրջ ժամանակահատվածում չի դրվել այստեղ քննարկման, այն հիմնավորմամբ, որ կառավարությունը իրականացնում է կամ գործադրում է ջանքեր Նայրիտ գործարանը վերագործարկելու ուղղությամբ։ Սակայն այսքան ժամանակ անց կառավարությունը նորից չի կարողանում պատասխանել շատ պարզ մեկ հարցի. ինչ է նախատեսվում Նայրիտի համար։ Արդյոք Նայրիտը վերագործարկվելու է։ Ինչպես են փակվելու այս պարտավորությունները։ Արդյոք Նայրիտի աշխատակիցները որպես մասնագիտական կարևորագույն ներուժ ներգրավվելու են Նայրիտի հետագա գործունեության մեջ։ Այս պատասխանները ոչ միայն չկան, այլ նաև մենք ձեր հետ միասին տեսնում ենք տեղեկատվական կեղծ գրոհ կապված գործարանի հետ։ Մասնավորապես դրանցից մեկը վերաբերում է այն հարցին, որ իբր թե Նայրիտի հարցով մտահոգված որոշ պաշտոնատար անձինք ամեն ջան գործադրում են, որ Նայրիտը վերագործարկվի, մինչդեռ տարբեր հրապարակումներով հենց այդ անձինք է, որ մեղավոր են Նայրիտի այս վիճակին հասնելու գործում։ Մյուս կողմից խոսք է գնում նոր Նայրիտի կառուցման մասին,
փորձենք հասկանալ, թե ինչ արտադրատեսակի մասին է խոսվում։ Բանից պարզվում է, որ կցկտուր տեղեկատվության համաձայն խոսվում է բուտադիենային նայրիտի արտադրության այն սինթետիկ կաուչուկի ուղղությամբ արտադրության մասով, որ աշխարհում 40-50-ից ավել ձեռնարկություններ արտադրում են եւ դրա արժեքը չափազանց քիչ է, իսկ Հայաստանում արտադրությունը ոչ տնտեսապես ձեռնտու։ Մինչդեռ քլորոպրենային կաուչուկի որպես ապրանքատեսակի մրցունակությունը այսօր աշխարհում առաջին գծի վրա է եւ Հայաստանի հիմնական մրցունակությունը հենց սա է ապահովելու։ Այսինքն եթե խոսքը գնում է այնպիսի կաուչուկի արտադրության մասին, որն օգտագործվում է այո նաև տարբեր տնտեսության մեջ տարբեր ճյուղերում եւ որտեղ Հայաստանը ակնհայտորեն չունի այդ մրցակցային առավելությունը, սա վստահեցնում ենք ձեզ, որ որևէ էական դրական ազդեցություն մեր տնտեսության վրա չի ունենալու։ Հակառակը սա բերելու է նրան, որպեսզի Հայաստանը իր ավանդական կաուչուկի արտադրությամբ դուրս մղվի միջազգային շուկայից։ Դուրս մղվի ընդ որում բավական դաժան ձևով։ Եթե մենք փորձենք հասկանալ, թե նայրիտ գործարանի մասով ինչ գործընթացներ են ներկայումս իրականացվում, կարճ կարող ենք ասել հետևյալը։ Ուրեմն կանխամտածված հիմա իրականացում է նայրիտի սննկացում, իսկ դա նշանակում է, որ նայրիտը այլևս վերագործարկվելու որևէ օբյեկտիվ հիմք չի կարող ունենալ։ Շատ պարզ մի պատճառով նայրիտի ակտիվները ընդհանուր առմամբ շուրջ 75 միլիարդ դրամի են, մինչդեռ պարտավորությունները 200 միլիոն դոլարի կարգի են, պարտավորությունները դրա կրկնակի չափով։ Այսինքն որևէ շանս, եթե սննկացման գործընթաց գնաց, նայրիտը փրկվելու չունի։ Մենք ձեր հետ միասին պարտավոր ենք ըստ էության միջամտել այս գործընթացին, ստեղծել այս հանձնաժողովը, նրանում ներգրավենք փորձագետների, մասնագետների, որպեսզի վերջնական տեսակետ ներկայացնեն։ Հիմնական զեկուցող պարոն Մինասյան հարցերով դիմելու համար հերթագրում։